Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այս տեսանյութով եկեք ասեմ, թե որն է խոցային հիվանդության կամ խոցային կոլիկների, գաստրիտների, այն մարդկանց, ովքեր լեղապարկ չունեն, այդ մարդկանց լավագույն դիետան։ Ուրեմն լավագույն դիետան գաստրոենտերոլոգիայում, ապացուցված գաստրոենտերոլոգիայում, ոչ թե այն նախկին 60-ական թվականների և ոչ էլ հիմիկվա այդ դերվիշական բժշկության, այլ իսկական ապացուցողական բժշկության հիմնված դիետան, ուրեմն հետևյալն է, խոցերի, գաստրիտների, լեղապարկ չունեցողների լավագույն դիետան հետևյալն է, ուտել ինչքան համով բան կա և չուտել ինչքան անհամ բան կա։ Անհամ բաները չենք ուտում, համով բաները ուտում ենք։ Միակ բացառությունը գաստրիտի և խոցի դեպքում կարա լինի այն, որ արգելվում է ալկոհոլը և շատ կծու սնունդը։ Սրանք մեխանիկորեն գրգռիչներ են, մեխանիկորեն վնաս հասցնողներ են։ Այսպիսով, լավագույն դիետան կրկնում եմ, ուտել համով բաներ և չուտել անհամ բաներ։ Սա այսպես։ Իսկ ինչու են բազմաթիվ այլ խորհրդատուներ տալիս խիստ սահմանափակումներ, էսի չուտեք, այն չուտեք, որովհետև հնուց գալիս էր այդպես, չկային այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին օրինակ օմեպրազոլն է, որը շատ հզոր թթվայնությունը սահմանափակող, թթվայնության արտադրությունը սահմանափակող դեղ է։ Չկային այնպիսի զարգացած միջոցներ, ինչպիսին մենք հիմա ունենք, և գիտությունն էլ վերջին հաշվով այդքան ուրեմն հնարավորություններ չուներ։ Մի օրինակ, խոցային հիվանդությունը, որը հիմա 10-14 օրում կարող է անտիբիոտիկներով բուժվի, այն ժամանակ վիրահատական դեպք էր։ Այսինքն բժշկությունը չեն հասկանում դրա հետ ոնց վարվի և ստիպված վիրահատում էին այդ հիվանդությունը։ Այդ ժամանակ բնականաբար դիետաներ էին առաջարկում։ Լեղապարկի հետ կապված երևի մի օր առանձին լեղապարկի դիետային կանդրադառնամ, հատուկ լեղապարկի դիետային առանձին կանդրադառնամ, բայց համենայն դեպս, եթե արդեն լեղապարկը հեռացված է, վերջ, հաշվեք, որ այդ լեղապարկը ի սկզբանե չի եղել, ուտում ենք համով բաներ, չենք ուտում անհամ բաներ։ Եթե կա որևիցե հիվանդություն, որը պահանջում է դիետա, ապա այդ հիվանդության անունը հենց այդ դիետայի անունով է։ Տեսեք, օրինակ, մարդիկ կան, որ կաթնամթերքը լավ չեն մարսում։ Հենց այդ մարդկանց մոտ կոչվում է կաթնաշաքարային անտանելիություն։ Հիվանդության անունը հուշում է ինչ դիետա պետք է անի։ Եթե մարդը ունի կաթնաշաքարային անտանելիություն, բնականաբար կաթնաշաքար չի օգտագործվում, կաթնամթերքը հնարավորինս խուսափում է, հատկապես ոչ բավարար վերամշակված կաթնամթերք, օրինակ կաթը սենց բացառում ենք, մածունը կարանք բացառենք, չգիտեմ, կաթնաշորն ու թթվասերը կարա մարսի, կարա չմարսի։ Այսինքն ինքնին հիվանդության անունը ասում է, կամ գլուտենային անտանելիություն, խմորային անտանելիություն։ Եթե մարդու մոտ կա գլուտենային, խմորային անտանելիություն, ինքնին բացառվում են այս սնունդները, որոնք պարունակում են գլուտեն, որոնք խմորից են, հատուկ ագլուտեն, ուրեմն հացամթերք և թխվածքներ կան, որոնք հատուկ գլուտեն չպարունակող ալյուրից են պատրաստում, ասենք բրնձի ալյուրից, կամ չգիտեմ, կուկուրուզի ալյուրից, կամ գրեչկայի ալյուրից, չգիտեմ, հատուկ այս նյութերը իրանց մեջ գլուտեն չեն պարունակում և սրանք կարելի են։ Այսինքն հիվանդությունը, որ ասում է գլուտենային անտանելիություն, ինքնին ասում է, որ այդ սնունդը պիտի չօգտագործվի։ Էլ ինչ ասեմ, եթե կա օրինակ, չգիտեմ, մրգաշաքարի նկատմամբ անտանելիություն, բնականաբար սահմանափակվում են մրգերը կամ բացառվում են մրգերը։ Սովորաբար դիետաներ նշանակում ենք այն հիվանդությունների ժամանակ, որոնց անունը հենց հուշում է, որ տվյալ օրգանիզմը հենց այդ սննդանյութի նկատմամբ ունի անտանելիություն կամ ունի ալերգիա, կան սննդային ալերգիաներ, ահա եթե ունի մարդը սննդային ալերգիա, ինչ որ հատուկ սննդից ալերգիա ունի, հատուկ սնունդը չի օգտագործվում։ Մնացած բոլոր կամ գրեթե բոլոր դեպքերում
դիետաներ, սահմանափակումներ նշանակելը ժամանակակից բժշկության, ժամանակակից հզոր դեղամիջոցների դարաշրջանում ու այնքան էլ հիմնավոր չի։ Բացառություններ կարան կանենք սրացման շրջանները, ասիկա սննդային օրինակ թունավորում ա եղել, փսխումներ ունի մարդը, չգիտեմ, սուր գաստրիտ ունի, ինչ որ սննդից, հա, այդ սուր շրջաններում միգուցե խնայողական դիետա անենք, չգիտեմ, ավելի թեթև սնունդ տանք, հիմնականում եփած սնունդ տանք, պյուրեներ, բրինձ, գրեչկա, հավի միս, կանաչի, հաց, բայց մեծ, երկարատև, ամբողջ կյանքի կամ չգիտեմ տարիներով դիետա բնականաբար չենք նշանակում։ Դա կլինի մի 10 օրվա դիետա, 7 օրվա դիետա։ Սուր դեպքերում թունավորումներից հետո կասենք խնայողաբար սնվենք։ Այս էլ sense մի տարբերակ եւ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ժամանակ բնականաբար սուր բորբոքման շրջանում որոշակի խնայողական դիետա, առաջ ընդունված էր, որ պետքա քաղցի դիետա լինի, այսինքն 100%-ով բացառենք սնունդը, հետո տարիների վերջի տարիներին արդեն գիտությունը ապացուցել է, որ նույնիսկ սուր ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման ժամանակ սովի քաղցի դիետա չի կարելի նշանակել, այնուամենայնիվ պացիենտը պետքա ստանա բավականաչափ կալորիաներ եւ բավականաչափ սննդանյութեր, որպեսզի ավելի շուտ լավանա, ավելի շուտ վերականգնվի, իհարկե էլի զարգացած ժամանակակից բուժօգնության պայմաններով։ Եվ քրոնիկական պանկրեատիտի ժամանակ էլի միգուցե որոշակի սահմանափակումներ տանք կամ լեղապարկում, եթե քար կա, որը ժամանակ առ ժամանակ անհանգստացնում է, մինչև վիրահատելը, մինչև վիրահատական շրջանը որոշակի սահմանափակումներ կտանք։ Այսպիսով ամփոփենք քրոնիկական հիվանդությունների ժամանակ գաստրոենտերոլոգիական գնում բուժում են քրոնիկական հիվանդությունը։ Դիետաները այդտեղ համարյա թե մասնակցություն չունեն։ Մասնակցություն ունեն դիետաները այն խնդիրների ժամանակ, որոնց դեպքում տվյալ սննդամթերքից մենք ունենք ուրեմն վնաս։ Մարդը ինքն իրանով գալի պատմում, որ ահա այսինչ սննդամթերքից ես լավ չեմ զգում։ Ուրեմն այդ մի սննդամթերքը մի օգտագործի։ Կամ դիագնոզը ինքնին հուշում է, այ որ այդ մի սննդամթերքը պետք չի օգտագործել։ Եվ այսպիսով հելի ավարտեմ այս զրույցը իմ ամենասիրած դիետայով, որն է ուտել համով բաներ, չուտել անհամ բաներ։ Սրանից լավ դիետա, սրանից մասսայական դիետա գաստրոենտերոլոգիայում քրոնիկական հիվանդությունների մեծամասնությունում գոյություն չունի։ Սահմանափակում թերևս կարելի է տալ ալկոհոլին եւ շատ կծու սննդին։ Թերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Լեղապարկի մասին առանձին կխոսենք։